քանի հարցնենք չէր մեղադրանք ներկայացրեց ձեզ ինչ է Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել, չգիտեմ ինչու, չեմ կարող նյութերի մասին խոսել, գործի մասին խոսել։ Դուք մեղադրյալ եք Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետև օրենքով, իրենց օրենքով ինձ արգելել են այդ ամեն ինչի մասին խոսել։ Քանի որ քննչականի երկու առաջահերթագություն էր տարածել, մենք ենթադրում ենք, որ հոգևոր ժողովի մասնակիցներն են ներգրավված, ինչպես հասկացանք, Իմ հասկանալով էլ է այդպես, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն են։ դուք նոր եք, չէ՞, խորհրդի անդամ։ Դե նոր եմ, թե վաղուց եմ կապ չունի, այո, նոր եմ եւ այստեղ եմ տեսնում։ Ինչպես եք գնահատում ձեր գնահատականը։ Անսովոր իրավիճակում եք բնական։ Չեմ կարող գնահատել այս կառույցին էլ եմ հասկանում, իրենք էլ եմ ուզում հասկանալ, իրենք էլ են ստիպված, ոնց հասկանում եմ, մեր զավակներն են չեմ կարողանում հասկանալ եւ գնահատական տալ այս Ինչու է ամեն ինչը։ ստիպված Սրբազան։ Չգիտեմ, երևի իրենք ծառայության մեջ են, երևի դրա համար։ Ով է ստիպում Սրբազան։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Այս ճնշումները ձեզ ուր կարող են տանել։ Դրախտ։ Ճամբար փոխել, Իհարկե ոչ։ Ինչ եմ ճանաչում ճամբար փոխել։ ուխտադրուժ լինել ինչպես մնացածը։ Ես ուխտ եմ արել, Իշխման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Սրբազան ինչ ճշտում, երբ որ երեք Սրբազանը արդեն Երևի- կարգալից հրճակված Արման Սարյանը դատարան է դիմել իրեն վերականգնելու, այսինքն սա աննախադեպ է այն առումով, որ նման նախադեպ թեմերի առաջնորդը դա դիտա վերականգնվի, այսինքն ներեկեղեցական հարցերի ձեզ համար, այսինքն ենթադրենք դուք եք թեմի առաջնորդ եք որտեղ։ Ես դատարան չէի տա, որովհետեւ մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք, չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է եւ այդ ուխտը մենք կնքել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ եւ Դուք աշխատանքային պայմանագիր չունեք։ մեր աշխատանքային պայմանագիր չի, մեր հոգեվոր ծառայությունն է։ Այսինքն թուղթ չկա որևէ։ Թուղթ կարող է լինել, չլինել եւ ամբողջ պատասխանատվությունը հայոց հայրապետի ձեռքն է եւ նշանակումներն էլ հայոց հայրապետի ձեռքն է։ Լավ, դեզ մի բան պատմեմ։ Այո, Սյունիքից են եկել։ Այսօր են ձեզ ասել, որ պիտի Առավոտ շուտ։ Այս թեմայի հետ չեմ խոսել, բայց Սյունյաց թեմը հզոր թեմա, իր ժողովուրդն էլ ուժեղ ժողովուրդ է, հայրենասեր եւ հայրենապաշտպան եւ հավատքով ժողովուրդ է։ Իհարկե ոչ չեմ իր։ Նման բան երևի սա առաջին անգամ։ Սրբազան մի ճշտում, էլի կա տեսակետ, որ Այնամյանի եպիսկոպոսի կարգալուծության հարցը չի կարող վեհապարը միանձնյա լուծել եւ անհրաժեշտ է եպիսկոպոսատ ժողով։ Եպիսկոպոսատ ժողով չի, եթե դուք հետ գնաք եւ նայեք, Վազգեն վեհապարի շրջանում եղել են կարգալուծության դեպք եպիսկոպոսի, որը որ Գերագույն հոգևոր ժողովրդի որոշման պատեղի եղել։ Այո, եպիսկոպոսի կարգալուծությունը երբեք եւ սա էլ միանձնյա չի կայացվել։ Ինչպես միանձնյա չի։ Ժողովով է եղել։ Դուք ժողովը առաջարկել է։ Այո, կարող է առաջարկել, որովհետեւ տեսել է ուխտի խախտում։ Անհնազանդություն։ Մի ճշտում էլ գնդերեցների թեմայով մենք երկու շաբաթ առաջ ահազանգ ստացանք, որ հենց Սյունիքում կորպուսի հրամանատարը հավաքել էր գնդերեցներին բարենորոգման օրակարգին միանալու հորդորով։ Դրա մասին դուք իմացել եք լրատվամիջոցից, մեր քահանաներից մեկն է խոսել, նույն քահանան ինչ որ լրատվամիջոցներին ասել է, նույնը ասել է ինձ։ Եվ Հիմա այդ գնդերից որտեղ է ծառայության։ Իմ իմանալով խոսակցություններ եղել են այդքանով, ինչքանով որ դուք գիտեք, ես չեմ խոսել կորպուսի հրամանատարի հետ, կամ որից մեկ էլ չեմ խոսել։ Հիմա գնդերից որտեղ է ծառայության։ Այդ Կներեք գնդերից երբ որ արդեն կազմակերպվել է, որտեղ է սպասավորել։ Չէ, գնդերեց չէ, Տեր Ահարոն քահանան։
Չէ, գնդերեսները իրենց ծառայության մեջ են, եթե չեմ սխալվում, մեկն էլ շուտով ավարտելու է ծառայությունը։ Հիմա դուք Ավստրիա մեկնելու եք։ Չգիտեմ, Ձեզ չբացակայելու արգելք կա, Չգիտեմ։ Սրբազան։ կընտրեցի, որ այդ հարցերին չանդրադառնամ։ Դա այդ հարցի պատասխանը ես չեմ կարող ձեզ տալ, որովհետև բանակում ունի հոգևոր առաջնորդություն, հոգևոր առաջնորդին սպասավորներին պետք է հարցնել։ Եթե հարց ունեք Սյունիքի թեմի հետ կապված, խնդրեմ։ Չէ, Սյունիքի թեմի չէ, բարենորոգման օրակարգ։ Ինչ է բարենորոգ։ Եկեղեցիներ, եկեղեցական խնդիրները, կան դեպի կամայական որոշումներ են կայացնում։ Երբեք կամայական որոշումներ չեմ տեսել։ Դուք չեք Չեմ տեսել, չէ, չեմ Բայց բախվում։ ձեր 10 եպիսկոպոս տեսնում է խնդիրները, Սրբազան։ Իրենց խնդիրն է։ Իմ Իրենց- իմ աչքերս մեծա չեմ տեսնում։